Պարոն Տեր-Եսայան, կխնդրեմ նախ նշեք, որն է պահանջը, ինչ եք պահանջում, ինչ ակնկալիքներով եք պահանջում եւ ինչ մանրամասներ կարող եք հայտնել եւ Արեգնաս Մանուկյանի եւ Անդրանիկ Թևանյանի գործի շրջանակներում։ Պահանջը այն է, որ բարձրագույն դատական խորհուրդը գոնե միջամտի, որպեսզի վերաքննիչ դատարան հասնի դիմումը առաջացանից դեպի վերաքննիչ դատարան, ինչպես նշեց փաստաբանը, կորել է այդ դիմումը եւ չի հասնում վերաքննիչ դատարան, որպեսզի լինի մի քիչ արդյունավետ դատաքննությունը։ Իսկ դատական խորհրդից նայեք, բարձրագույն դատական խորհուրդը իրեն պահում է բարձր իրենց դիրքերում, այսինքն իրենք ասում են գնացեք դիմում գրեք, գնացեք հաշկշուկի մեջ են գցում մեզ, բայց ընդամենը մեկ զանգ, ընդամենը որպեսզի գտնվի ուր է հասել այդ նամակը, իրենք չեն փորձում տեղից շարժվել եւ փորձում։ Նամակը փաստացի կանգնացրել են ինչ-որ մի տեղում եւ արդեն 2 շաբաթ է առաջ չի գնում նամակը, տեղ չի հասնում։ Այսինքն նշանակում է արհեստացին ինչ-որ բան կա, որը չի պարզաբանվում։ Պատճառը որն է, փաստաբանը նշեց, որ Անդրանիկ Թևանյանի գործով երբ նամակ ուղարկեցին, մեկ օրվա ընթացքում հասավ։ Պահանջը այն է, ըստ ինձ, որ կարելի է ենթադրել, որպեսզի Անդրանիկ Թևանյանին էլ ավելի Անդրանիկ Թևանյանի կալանավորումը էլ ավելի հետաձգեն, քանի որ իբրև գործ ունեն նաև քննելու Արեգնաս Մանուկյանին։ Այսինքն, եթե Արեգնաս Մանուկյանին մեկ օր շուտ ազատեն կալանավայրից, Անդրանիկ Թևանյանի գործը, շինծու այսպես ասած գործը կմնա օդի մեջ կախված եւ իրեն եւս պետք է ազատեն։ Պարոն Տեր-Եսայան, կխնդրեմ նաև անդրադառնալ քաղաքապետարանում վերջերս տեղի ունեցած ծեծուջարդին, ձեզ դժոխ էին ճանաչել, սակայն առայժմ չկան մեղադրյալներ, կխնդրեմ դուք մանրամասներ ներկայացնեք, ինչ է հայտնի, ինչ կարող եք հայտնել։ Դեռ քննչական փուլում է գործը եւ այո, դժոխ են ճանաչվել, քանի որ բոլորը տականատես եղակ տեսանյութերով, որ 20-ից 40 հոգի տարբեր անձինք, որոնք քաղաքապետարանի աշխատողներ են եւ նաեւ ենթադրաբար տարբեր կառույցների աշխատողներ էին, իրենք հարձակվեցին բորենիների ոհմակի նման եւ մեզ ընդամենը 2 հոգի ավականին հարձակվեցին մեր վրա։ Չնայած մենք պատվով դուրս եկանք, պաշտպանվեցինք, բայց իրենց կողմից դա ոհմակային հերթական հարձակումներ, որը իրենք ամեն անգամ քաղաքապետարանի ավականուն նիստերի ժամանակ իրենք սադրում են, որպեսզի դա լինի։ Այսինքն դա իրենց կողմից այն է, որպեսզի մենք վախենանք չգնանք ավականուն նիստեն եւ շատ կոպիտ ոտնահարվում է ավականու ինստիտուտը։ Այսինքն իրենց ձեռք է տալի, որ իրենք ունենան իրենց քույր կուսակցության նման, ներսում ինչպես քույր կուսակցություն ունեն, նման ավականու խմբակցություններ լինեն, որպեսզի իրենք ամեն ինչ ստվերում կարողանան կառավարել իրենց հակաժողովրդավարական, հակաազգային գործողությունները։ Գործի շրջանակներում կա մեղադրյալ արդեն ճանաչվել։ Ոչ, մեղադրյալ չկա, դեռ տեսանյութերի քննությունն է իրականացվում, դեռ ոչ մի մեղադրյալ չկա։ Հարցաքննության կանչում են էլի ձեզ կրկին։ Այ ես վերջ անգամ օրեր առաջ եմ գնացել եւ մեղադրյալներ իմ իմանալով դեռ չկա։ Իսկ ձեզ հայտնի է ձեզանից բացի այլ մարդկանց կանչել են հարցաքննության։